Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի օգոստոս ամսվա հորոսկոպը կարիճ նշանի համար։ Սիրելի կարիճներ, կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, նորալուսին, լիալուսին, ինչպես նաև վերջում կնշեմ լարված օրերը, որպեսզի այդ օրերին կարևոր գործողություններ չանեք։ Այսպիսով, հիշեցնեմ, որ առաջին հերթին հորոսկոպը նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն հորոսկոպի նշանով կարծես ամբողջական տեսքի ենք բերում։ Այսպիսով, արևը մինչև օգոստոսի 23-ը կգտնվի առյուծ նշանում ձեր 10-րդ տանը եւ կարծես ամբողջ էներգիան, ձեր մտքերը, ձեր էներգիան կուղվի դեպի 10-րդ սեկտոր, այսինքն ինչը կապված է կարիերայի հետ, հայրիկի հետ, կարևոր կյանքի նպատակների հետ։ Օգոստոսի 23-ից սկսած արևը կանցնի կույս նշան ձեր 11-րդ տուն եւ ձեր էներգիան, ձեր ֆոկուսը կանցնի դեպի գաղափարակիցները, խմբակները, երազանքները եւ ժամանակին հարաված գործերի արդյունքները։ Մերկուրի մոլորակը օգոստոսի 9-ից սկսած մինչև օգոստոսի 25-ը կգտնվի առյուծ նշանում ձեր 10-րդ տանը։ Շատերին կբերի խոսակցություն ղեկավարության հետ կամ ինչ-որ փաստաթղթի ստորագրում պայմանավորված կարիերայի հետ, աշխատանքի հետ կամ ուղղակի ոմանք, եթե իհարկե այն տարիքում են գուցե գնան թոշակի կամ ինչ-որ ստատուսի փոփոխության հետ կապված փաստաթուղթ ստորագրվի։ Ամուսնությունը դա եւս ստատուսի փոփոխություն է, ամուսնալուծությունը ստատուսի փոփոխություն է, երեխա ունենալը եւ այլն։ Ինչ-որ կարծես Մերկուրին այստեղ փաստաթղթաբանություն ձեզ կբերի։ Օգոստոսի 25-ից սկսած Մերկուրին կանցնի կույս նշան ձեր 11-րդ տուն, բերելով ձեզ զանգ, խոսակցություն, նամակ ձեր ընկերների, գաղափարակիցների հետ։ Կամ ինչ-որ փաստաթղթի ստորագրում, ինչը պայմանավորված է խմբակ բացելու կամ ընդհակառակը խմբակի հաճախելու հետ կապված։ Վեներա մոլորակը օգոստոսի 7-ից սկսած մինչև ամսվա վերջ կգտնվի կշերք նշանում ձեր 12-րդ տանը։ Գուցե նոր սիրավեպ սկսվի, որը դեռևս գաղտնի կպահեք, չեք ցանկանա որ շրջապատը իմանա, կամ գուցե հաճելի նվեր ստանաք արտասահմանից։ Մարս մոլորակը օգոստոսի 12-ից սկսած կգտնվի խեցգետի նշանում ձեր 9-րդ տանը։ Իսկ դա նշանակում է, որ շատ մեծ կլինի առհասարակ ակտիվությունը, ինչը կապված է արտասահմանի հետ, անձնագրային թեմաների հետ, բարձրագույն կրթության հետ, ինչպես նաև թորնիկների հետ, եթե իհարկե ամուսնացած եք։ Կամ եթե երկրորդ անգամ եք ամուսնացած, ապա նաև երկրորդ ամուսնության հետ կապված։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել առյուծ նշանում այս ամսում 7-ից 13 աստիճան շարժվելով։ Յուպիտերի մասին առանձին նյութ արդեն ունեմ տեղադրած, թե առաջիկա 9 ամիսների ընթացքում որտեղ է գտնվելու, ձեր որ տանն է գտնվելու եւ ինչ փոփոխություններ է լինելու։ Քանի որ առյուծ նշանում է դա ձեր 10-րդ տունն է։ Յուպիտերը 10-րդ տանը ձեզ բերելու է ավելի մեծ կարիերա, ավելի լավ աշխատանք եւ բոլոր նրանք, ովքեր ասցենդենտով են կարիճ եւ ասցենդենտը գտնվում է կարիճի 7-ից 13 աստիճանում կամ ովքեր ծնվել են նոյեմբերի հիմա նշեմ 1 րոպե հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 5 ընկած ժամանակահատվածում, ապա Յուպիտերն իր ազդեցությունը բոլորից շատ հենց այս ամսում է ձեր կյանքում ազդելու, Յուպիտերը այդպես է ազդելու։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում այս ամսում 25-ից 28 աստիճան շարժվելով, շուտով դուրս կգա այնտեղից ձեր երկրորդ տնից, քանի որ վստահ եմ, որ վերջին 8-9 ամիսների ընթացքում փոփոխությունները կապված էին սիրելի ընկերներ, այդ լարվածությունը, անհիմն ծախսերը կապված էին ֆինանսների հետ, գուցե ինչ-որ բան էիք վաճառել, ինչ-որ իր էիք վաճառել, որը փոշմանել էիք վաճառել կամ ինչ-ինչ պատճառներով ավելի քիչ էիք աշխատավարձ ստանում։ Վստահ եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ կարիճներ գուցե գումար էին կորցրել կամ անհիմն ծախսեր էին ունեցել։ Այս ամենը Սև լուսնի ազդեցությունն է եղել։ Շուտով արդեն դուրս կգա ձեր երկրորդ տնից։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված, սրանք սովորական նորալուսին, լիալուսին չեն լինելու, այլ խավարումներ են լինելու։ Ամսի 12-ին կունենանք արևի խավարում, իսկ ամսի 28-ին կունենանք լուսնի խավարում։ Այս խավարումների հետ կապված առանձին նյութեր ունեմ իմ YouTube-յան ալիքում տեղադրած, կարող եք ավելի մանրամասն այնտեղ նայել, թե ինչ փոփոխություններ է բերելու։ Իսկ այժմ մի փոքր թեթև ներկայացնեմ, Ամսի 12-ի խավարումը կլինի առյուծ նշանի 20 աստիճանում, սիրելի ընկերներ, բերելով ձեզ փոփոխություններ, քանի որ ձեր 10-րդ տանն է լինելու փոփոխությունները եւ կարծես ձեզ համար նոր ստատուս է լինելու։ Մեկի մոտ նոր ստատուս, մյուսի մոտ նոր աշխատանք, նոր կարիերա,
կամ հայրիկի հետ կապված նորություն, հատկապես ովքեր ասցենդենտով են կարիճ։ Ասցենդենտը գտնվում է կարիճի 20 աստիճանում կամ ովքեր ծնվել են նոյեմբերի 11-ից 13 ընկած ժամանակահատվածում։ Իսկ երկրորդ խավարումը ամսի 28-ին է լինելու, լուսնի խավարում ձկներ նշանի 4 աստիճանում։ Իսկ դա, սիրելի ընկերներ, ձկները համարվում է ձեր 5-րդ տունը։ Եվ կարծես ինչ որ պարզություն է մտնելու, վերջնական կետ է դրվելու կապված կամ ձեր երեխաների հետ, կամ եթե կար սիրավեպ, ապա այդ սիրավեպի հետ կապված։ Կամ եթե արվեստի ներկայացուցիչ եք, արվեստի ինչ որ գործով եք զբաղվում, ապա դրա հետ կապված եւս կարող է ինչ որ վերջաբան լինել ձեր կյանքում այս ժամանակահատվածում։ Իհարկե խավարումները ոչ միայն այդ օրն են կատարվում, 3 ամիս առաջ, 3 ամիս հետո իր ազդեցությունը անպայման թողնում է։ Այժմ նշեմ լարված օրերը։ Երբ նշում եմ լարված օր, միշտ մի 2 օր առաջ, մի 2 օր հետո նկատի ենք ունենում։ Այսպիսով, մինչև օգոստոսի 5-ը լարված է, օգոստոսի 17, օգոստոսի 22 և օգոստոսի 28 լարված օրեր են լինելու, այս օրերին կարևոր գործողություններ մի ձեռնարկեք։ Այսքանը, սիրելի ընկերներ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։